Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր ապրիլի 20-ն է, երկուշաբթի։ 3 շահագործման է հանձնվել հյուսիս-հարավ խոշոր ճանապարհաշինական ծրագրի հյուսիսային աշտարակից Գյումրի 84 կիլոմետրանոց հատվածը։ Միջպետական նշանակության ճանապարհահատվածի բացումը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Երևան-Գյումրի ավտոերթով։ Հոռոմի խաչմերուկի նորակառույց հանգույցի մոտ կանգ առից հետո ավտոերթի մասնակիցները շարժվել են Գյումրի։ Վարչապետը շփվել է գյումրեցիների հետ, նվագել կենտրոնական հրապարակում կազմակերպված խաղաղության ձայնը խորագրով համերգին։ Բարի լույս, սիրելի հայրենակիցներ, Երևան-Գյումրի ավտոերթի սիրելի մասնակիցներ, մեր օրը սկսում ենք, հնդածս կպատմեմ, թե ինչ ենք անում։ Կիրակի առավոտյան այսպես մեկնարկեց վարչապետի նախաձեռնած ավտոերթը։ Մասնակիցները տարբեր բնակավայրերից ավտոերթին միանում էին աշտարակից Ուջան տանող ճանապարհահատվածում, մասնակցելով հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշտարակ Գյումրի 84 կիլոմետր երկարության առաջին կարգի տեխնիկական ճանապարհահատվածի բացմանը։ Այս անձրևնես սիմվոլիկ կերպով շնորհավորում է եւ մաքրում է ճանապարհը հյուսիս-հարավը։ Շատ լավ ճանապարհ է ստացվել շատ։ Ու կարծում եմ շատ ռազմավարական կարևոր որոշում կայացվեց։ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշտարակ Գյումրի հատվածում երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 90 կմ/ժ-ն է։ Ավտոերթում թեև այդ արագությունը գերազանցել հնարավոր չէր, բայց աննշան արագությունը աննկատ չմնաց արագաչափի տեսախցիկից։ Նկարվեցինք, հա? Բայց ինչի՞։ Սես կարող է մղոններով գրած։ Մասնակիցները կանգ առան Հոռոմի խաչմերուկում կառուցված ճանապարհային խոշոր հանգույցում, որն ամբողջովին տեխնիկական նոր լուծումներով է, կահավորված է ճանապարհային երթևեկության տարրերով։ Հայաստանի վարչապետին ներկայացվեց ճանապարհի բնութագիրը։ Երևանից Գյումրի այս ճանապարհով քանի կիլոմետր առնում։ Մոտավորապես 120 կիլոմետր։ Ամենաշվարկային ժամանակը հասնելու ինչքան նորմալ երթևեկության պայմաններում մի ժամ 20 րոպե, բայց բառները իրենց փորձառությունից իհարկե ավելի կար ժամանակ են ասում։ Աշտարակ Գյումրի ճանապարհահատվածում կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց 10 կամրջային անցումներով։ Դրանցից ամենախոշորը Հոռոմի տրանսպորտային հանգույցն է, որը միաժամանակ մի քանի բնակավայրեր է կապում։ Այս խաչմերուկը համարվում էր տրանսպորտային վթարների առումով ամենավտանգավորներից։ Նախկինում սա վթարավտանգ հատվածներից մեկն էր համարվում, մանավանդ Հոռոմի այս հատվածը նախկինում այստեղ բազմաթիվ ողբերգական ելքով վթարներ են ունեցել, իսկ հիմա ճանապարհը անվտանգության էլեմենտներով այնպես է կահավորված, որ հույս ունենք այդպիսի վթարներ այլևս չեն ունենա։ Հյուսիս-հարավի 84 կիլոմետր երկարության հատվածի շինարարությունը 4 փուլով է իրականացվել։ Վերջին փուլի աշտարակ Թալին հատվածի շինարարությունը 2025-ին է ավարտվել։ Կառուցվել են գյուղտեխնիկայի համար նախատեսված, ինչպես նաև անասնանցումներ, որոնք ճանապարհի տակով են։ Տրանսպորտային հանգույցները ապահովված են լուսավորության համակարգով։ Ճանապարհը գծանշված է անվտանգության ժամանակակից տարրերով կարգավորված, բնակավայրերում եւ կամուրջների հարող հատվածներում Հիմա դուք նկատում եք անցկացված է նաև լուսավորության համակարգ, ունենք արդիական բոլոր անհրաժեշտ լուծումներով։ Հանգույցները կառուցված են հիմնականում պահպանելով բոլոր անվտանգության ստանդարտները, այսինքն ոչ մի ուղիղ միացում հիմնական մայրուղուն տված չի եւ երթևեկությունը կարգավորվում է միայն հանգույցներով, որոնցից մեքենաները դուրս են գալի դանդաղացման եւ արագացման գոտիներ, այնուհետեւ հիմնական մայրուղի։ Ռազմավարական նշանակության հյուսիս-հարավի այս ճանապարհը նաև տնտեսական կարևոր գործոն է Շիրակի մարզի համար, որը կապող հանգույց է Շիրակ օդանավակայանի հետ։ Տնտեսական ակտիվությունը շատ ապահովելու է այս ճանապարհը, հենց այս ճանապարհն է նաև մեր օդանավակայանի ակտիվությունը ապահովելու, որտեղ մենք տարբեր եւ արդեն եվրոպական չվերթներ ունենք, հուսանք կշատանան, այլ երկրներ չվերթներ կունենանք եւ բնականաբար այս ճանապարհը մեր մարզի ակտիվության զբոսաշրջային տնտեսական մասերով ամենակարևորագույն երակներից մեկն է։ Հոռոմի հանգույցից ավտոերթը շարժվեց դեպի Գյումրի, կենտրոնական հրապարակում ներկա գտնվելու մեկ այլ կարևոր միջոցառման։ Մինչ այդ վարչապետը սրճեց, շփվեց գյումրեցիների հետ, Հայաստանի քարտեզով կրծքազարդեր եւ թխվածքաբլիթներ բաժանեց։ Կենտրոնական հրապարակում անցկացվեց խաղաղության ձայնը խորագրով համերգը, որը եզրափակվեց վարչապետի ելույթով։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի մի մասը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այդպիսով Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։ 21 թվականի այս ընտրությունների ամփոփումից հետո ես դիմում եմ այդ ծրագրով եւ նաեւ հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացի, ձեզ դիմում եմ ես, Հայաստանի Հանրապետության վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ եւ վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանս։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր աջակցությամբ կատարել է ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այսպիսով Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու։ Պետք է տեր կանգնենք խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է եւ մեր ամենօրյա խնամքի կարիքը ունի։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամաս եւ տեր կանգնեք խաղաղությանը, քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ձեր Նիկոլ։ Այսպես է եւ այսպես եմ հիմա դիմում ձեզ եւ այսպես է նաեւ արձանագրված գրված քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրում, որից հետո մենք արձանագրում ենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքը իրական Հայաստանի գաղափարախոսությունն է եւ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որը մենք ընդունեցինք ամիսներ առաջ։ Եվ ըստ այդմ 2026-2031 թվականների առանցքային անելիքները հետևյալն են։ Առաջինը՝ խաղաղության ինստիտուցիոնալացում։ Այսպես է կոչվում մեր նախընտրական ծրագրի առաջին բաժինը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը մեկնարկել է դեռևս 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացով, ապա եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ եւ վավերացմամբ ու շարունակվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ եւ Վաշինգտոնի հռչակագրով խաղաղության ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հաստատմամբ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզի գործարանների եւ գյուղատնտեսների հետ, ներկայացրել է տնտեսության ոլորտի ռազմավարական ուղղությունները, արտադրական կարողությունների ընդլայնման ուղղված պետական աջակցության մեխանիզմները։ Քննարկվել են ոլորտում եղած խնդիրները, այնուհետև նախարարը պատասխանել է ներկաների հարցերին։ Ռեսուրսների արդյունավետ հավաքագրումն ու ծախսերի կառավարումը, համակարգային ռիսկերի գնահատումը դիտարկվում են խելացի եւ ճկուն տնտեսություն կառուցելու հիմնարար նախադրյալներ։ Իսկ ինչ խնդիրների են բախվում տնտեսությունում արժեք ստեղծող փոքր ու միջին ձեռնարկատերերը, գյուղատնտեսները։ Այս հարցերի շուրջ էր քննարկումը էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը։ Իմ նպատակն է այսօր, որպեսզի լսեմ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ձեր հարցերը լսեմ, ձեր խնդիրները լսենք մեր ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին, թե ինչ խնդիրներ կան դեռևս չլուծված կամ ինչ հարցեր կան։ Կլինեմ շատ անկեղծ, չեմ խոստանում, որ բոլոր հարցերին հիմա կկարողանամ պատասխանել։ Արտադրական պոտենցիալի ընդլայնման եւ մրցունակության բարձրացման կարևոր գործոն են համարվում պետական աջակցության ծրագրերը։ Մարզի արտադրական ճյուղերին, գյուղատնտեսության ոլորտին ուղղված 2018-ից 26 թվականներին իրականացված ծրագրերը Շիրակի մարզպետը համարում է արդյունավետ։ Մոտ 4 միլիարդ 500 միլիոն դրամ աջակցման ծրագրերով Շիրակի մարզին հատկացված, որի մեջ մտնում են բնականաբար տեխնիկայի լիզինգի տոկոսների սուբսիդավորումը, որի մեջ մտնում էր
խելացի անասնագոմեր, մեղվապահության ծրագրեր, բազում այլ ծրագրեր կան, որոնք այդ գումարի մեջ էին մտնում ու ընդհանուր առմամբ 4 միլիարդ 500 միլիոն։ Շատ ընդդիմադիր գործընկերներ, որոնք Գյումրու կամ Շիրակի մարզի մասին խոսելուց նշում են, որ կառավարությունը պետք է աշխատատեղեր բացի, կառավարությունը աշխատատեղեր ոչ թե բացում է, այլ գործարարներին ստեղծում է հարմարավետ պայմաններ զարգանալու ու նոր աշխատատեղեր բացելու։ Ներկայում պետական աջակցության 22 ծրագիր է իրականացվում, որից 12-ը գյուղաջակցությանն են ուղղված։ Շիրակի մարզի համար զարգացման հնարավորություններ ունեցող են համարվում անասնապահությունը, հացահատկի մշակումը, կարտոֆիլագործությունը եւ բանջարաբուծությունը։ Գյուղատնտեսական աշխատանքների եռուն սեզոնին հողագործները բախվում են պարարտանյութերի ձեռքբերման խնդրին, իսկ տնտեսությունների օժանդակելու միջոց կարող է լինել գների սուբսիդավորումը։ Զենայդ կապված պարարտանյութի սուբսիդավորման ծրագրի հետ իմանանք, թե այն մարդիկ, ովքեր արդեն ձեռք են բերել պարարտանյութ, այդ մարդկանց վերաբերում է ծրագիրը եւ ենթադրենք կա կոնկրետ քանակ նշված։ Ցավոք սրտի այն ընկերները, որոնք որ արդեն իսկ գնել են, իրենց չի վերաբերվում է այն մարդկանց, որոնք որ նոր պետք է գնեն։ Հիմա պայմանների մասին։ Պայմանը այսպիսին է, մեկ շահառուին տրամադրում ենք մինչև 30 հեկտարի չափով աջակցություն։ Օրինակ, եթե քաղաքացին ունի 40 հեկտար հող, իրեն 30 հեկտարի չափն ենք աջակցում, ամեն հեկտարին 500 կիլոգրամ։ 8000 դրամից ավել սուբսիդավորում ենք, բայց ոչ ավել 3000 դրամ։ Պարարտանյութերի շուկայում վերջին տարում արձանագրված գնաճը զգալիորեն բարդացրել է տնտեսվարողների վիճակը։ Էկոնոմիկայի նախարարը թանկացումների հիմնական պատճառը նշում է աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև համընդհանուր գնաճը, որը արձանագրվում է տարբեր երկրներում։ Մինչև 30% աշխարհի մակարդակով էներգակիրների մատակարարվում է եւ պարարտանյութի մատակարարվում է հենց պարարտանյութի հորմուզի նեղուցով։ Այս գնաճը բացարձակապես կապված է աշխարհաքաղաքական զարգացումներով, որևէ կերպ մեր տնտեսական հարաբերությունների հետ կապ չունի։ Անասնագլխաքանակի նվազումը մյուս մտահոգող խնդիրն է, որ կա մարզում։ Անցյալ տարի շատ տնտեսություններում գրանցված խոշոր յաջրավորների դաբաղով վարակման անկման դեպքերի պատճառով խոշոր յաջրավորների գլխաքանակը խիստ պակասել է։ Արոտի շրջանում տնտեսությունների համար առաջնահերթ է դառնում կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելը։ Անցյալ տարի դաբաղ հիվանդությունն ընկա, մենք պետության կողմից ոչ մի աջակցություն չենք տեսել։ Այստեղ սա առաստապամարտիկ է, թող մեր երկիզը որ չի դուր։ Մենք այս տարի բավականին շատ գումար ենք ծախսել, որպեսզի այն պատվաստանյութը, որը հիմա արդեն սկսել են պատվաստել, կամ միգուցե դեռ չեն սկսել, ձեր մոտ կարողա դեռ սկսել եք, շատ լավ, սկսել ենք, շատ լավ է ուրեմն։ Ինքը բոլոր այդ շտամների դեմ պայքարի։ Այսինքն այդ ամիսների աշխատանք է, նախ գիտական աշխատանք, հետո գիտաարտադրական ընկերությունների հետ աշխատանք։ Նախարարը նշեց, որ Շիրակի մարզի համար մշակվում է անասնապահության զարգացման նոր պիլոտային ծրագիր, ներառելով նաև կաթի արտադրության եւ իրացման ոլորտները։ Տնտեսվարողները, որոնք զբաղվում են խոզաբուծությամբ, տավարաբուծությամբ եւ ոչխարաբուծությամբ, հետաքրքրված էին խելացի անասնագոմերի կառուցման, անասնագլխաքանակի մատչելի ձեռքբերման հնարավորություններով։ Բացի գյուղատնտեսությունից կարևոր է մարզում արտադրական պոտենցիալի ակտիվությունը։ Մասնավորապես տեքստիլ եւ վերամշակող արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնեցին արտադրական տարածքների ընդլայնման, հումքի ձեռքբերման համար մաքսատուրքերի նվազեցման, ինչպես նաև իրացման հետ կապված խնդիրները։ 2 տարի ու կես զբաղվում երկրորդային հումքի վերամշակումով, մասնավորապես աբագի տարաներ, պլաստմաս, ցելոֆան, ստվարաթուղթ, մոտ 1200 տոննա, մասնավորապես Գյումրիից, վերամշակել, տեղափոխել եմ Երևան, հանձնել եմ, հիմի ես կարող եմ ավելի շատացնել, մոտավորապես տարեկան հասցնել 3000 տոննայի թափոնների վերամշակում, ակնկալում եմ պետական աջակցություն։ Առաջինը, ձեզ հումքի վերամշակման համար, որպեսզի մեծացնեք ձեր կարողությունները, ամենայն հավանականությամբ պետք է լինելու սարք-սարքավորումներ։ Եթե բերեք երրորդ երկրներից, էական չի,
Միացյալ Նահանգներից Կանադա, թե Գերմանիա կամ Ֆրանսիա, թե Չինաստան, Ճապոնիա կամ Հարավային Կորեա։ Դուք ըստ գործողությունից դրության պետքա վճարեք մաքսատուրք։ Քանի որ դուք արտադրական գործունեությամբ եք զբաղվում եւ թափոնների վերամշակմամբ եք զբաղվում, ապա մենք կաջակցենք ձեզ եւ ձեզ կազատենք մաքսատուրքից։ Երկրորդը, մենք ձեզ կօգնենք, որպեսզի դուք ավելի մատչելի պայմաններով ֆինանսական ռեսուրսներ ստանաք։ Քննարկման ընթացքում հնչած առաջարկներն ու դիտարկումները արձանագրվեցին հետագա ուսումնասիրության վերլուծության համար։ Նաև տեղում արդեն հանձնարարականներ եղավ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայ է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Մարզահամալիրը կառուցվում է քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Շենգավիթ վարչական շրջանում։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը եւ Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որ Արթուր Աբրահամը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 միլիարդ դրամ է, որը հատկացրել է կառավարությունը։ Մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։ Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի հիմնարկեքի առիթով եւ վստահություն հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետներում եւ բարձր որակով։ Երեկ Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու բակում ստորագրահավաք է նախաձեռնվել տնային կալանքում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին ազատ արձակելու պահանջով։ Ստորագրահավաքին միացել են գյումրեցիներ, մտավորականներ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ստորագրահավաքի տեքստում ձևակերպված հայտարարություն ու հասարակական պահանջում նշվել է, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը խոչընդոտում է սրբազանին կատարել իր հովվական պարտականությունները։ Այսօր ժամը 13:18-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի խանութ սրահներից մեկում տեղի ունեցել փլուզում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ սրահում։ Առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորը ընկել է նկուղային հարկ։ Երկու քաղաքացի տուժել է, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Մերձավոր Արևելքում կրկին սրվել է լարվածությունը, կասկածի տակ դնելով Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ մեղադրել է Թեհրանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ եւ կրկին սպառնացել ոչնչացնել Իրանի կարևորագույն ենթակառուցվածքները։ Իրանի իշխանությունները իրենց հերթին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ մեղադրել են Վաշինգտոնին։ Հորմուզի նեղուցը, որով տեղափոխվում է Մերձավոր Արևելքի նավթը, մնում է փակ։ Իրանը երեկ որոշեց կրակել Հորմուզի նեղուցում, ինչը մեր հրադադարի համաձայնագրի լիակատար խախտում է։ Կրակոցներից շատերն ուղղված են ֆրանսիական նավի եւ Միացյալ Թագավորությունից եկող բեռնատար նավի վրա։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, միաժամանակ նշելով, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ բանակցությունների։ Եթե Իրանը չընդունի գործարքը, Ամերիկայի Միացյալ Նահանգները շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները եւ կամուրջները։ Իրանը վերջերս հայտարարեց, որ փակում է նեղուցը, ինչը տարօրինակ է, քանի որ մեր շրջափակման հետևանքով նեղուցն արդեն փակ էր։ Նրանք օգնում են մեզ առանց իմանալու, որ փակ անցողու հետևանքով նրանք օրական $500 միլիոն են կորցնում։ Միացյալ Նահանգները ոչինչ չի կորցնում։ Մենք առաջարկում ենք շատ արդար եւ ողջամիտ գործարք, եւ ես հույս ունեմ, որ նրանք կընդունեն այն, քանի որ եթե չընդունեն, Միացյալ Նահանգները կքանդի Իրանի յուրաքանչյուր էլեկտրակայան եւ յուրաքանչյուր կամուրջ։ Դրանք շատ արագ եւ հեշտությամբ կընկնեն, եւ եթե նրանք գործարք չկնքեն, ես պատիվ կունենամ անել այն, ինչ պետք է անեին մյուս նախագահները Իրանի հետ վերջին 47 տարիների ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև, որ ամերիկյան զինուժը կանգնեցրել է Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնանավը, որը փորձել է անցնել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Վաշինգտոնից հայտնում են, բեռնանավը ԱՄՆ-ի լիարժեք հսկողության տակ է։
Իրանի դրոշի ներքո նավարկող Տուսկա բեռնանավը փորձեց անցնել մեր ծովային շրջափակումը եւ լավ չստացվեց իրենց համար։ Նավը ներկայումս գտնվում է Միացյալ Նահանգների ծովային հետևակի կորպուսի խնամակալության տակ։ Տուսկան ենթարկվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության պատժամիջոցներին իր անօրինական գործունեության պատմության պատճառով։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք նավի նկատմամբ եւ ստուգում ենք, թե ինչ կա նավի վրա։ Իրանի իշխանությունները նավի արգրավումը որակել են ծովահենության ակտ ու հրադադարի խախտում եւ խոստացել են արձագանքել։ Տարածաշրջանում լարվածության վերսկսման ֆոնին Պակիստանում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ճակատագիրը մնում է անորոշ։ Թրամփի հայտարարություններից հետո Իրանը հայտնել է, որ քանի դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին ծովային շրջափակման ներքո է պահում, Թեհրանը պատվիրակություն չի ուղարկի Իսլամաբադ ԱՄՆ-ի հետ բանակցելու, հաղորդում է Ալ Ջազիրան։ Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող Իրանին զրկել միջուկային իրավունքներից։ Թրամփն ասում է, որ Իրանը չի կարող իրացնել միջուկային իրավունքները, բայց չի ասում, որ մեղքի համար, ով է նա, որ պետությանը զրկի իրավունքներից։ Իրանի գլխավոր բանակցողը եւ խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կմնա փակված այնքան ժամանակ, քանի դեռ գործում է ԱՄՆ ռազմածովային շրջափակումը։ Այնուամենայնիվ նա նաեւ նշել է, որ երկու կողմերի միջև լուծելու միայն մեկ կամ երկու խնդիր կա, առանց մանրամասնելու, թե դրանք կոնկրետ որ հարցերին են վերաբերում։ Նավերի հետևման Marine Traffic կայքի տվյալներով նեղուցով ներկայումս ոչ մի նավ չի անցնում։ Այս ընթացքում հեռախոսազրույց է տեղի ունեցել Պակիստանի վարչապետի եւ Իրանի նախագահի միջև։ Վերջիններս քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Շահբազ Շարիֆը վստահեցրել է Մասուդ Փեզեշքյանին, որ Պակիստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության եւ տարածաշրջանային կայունության միջնորդի իր դերին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ռացիոնալ եւ դիվանագիտական ուղիները, միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնի հետ փոխհարաբերություններում զգոնությունն ու անվստահությունը անժխտելի անհրաժեշտություն են։ Իդեպ, Իրանի եւ ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանում է չորեքշաբթի օրը։ Ըստ Reuters-ի եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ ԱՄՆ անփորձ բանակցային թիմը ձգտում է Իրանի հետ արագ գլխապտույտ առաջացնող շրջանակային համաձայնագրի, որը կարող է ել ավելի խորացնել խնդիրները, քան լուծել։ Այդ մասին ասել են Թեհրանի հետ աշխատելու նախկին փորձ ունեցող դիվանագետները։ Նրանք մտահոգված են, որ Վաշինգտոնը, որը ձգտում է հռչակել նախագահ Թրամփի դիվանագիտական հաղթանակը, կարող է կնքել մակերեսային համաձայնագիր Իրանի միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ։ Մտահոգությունը այն չէ, որ համաձայնագիր չի լինի, խնդիրն այն է, որ կլինի վատ նախնական համաձայնագիր, որը կստեղծի անվերջանալի խնդիրներ հետագա գործողությունների հետ կապված, ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը Reuters-ի հետ զրույցում։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոչակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։